Ես պետական կառույցում եմ աշխատել, շատ լավ գիտեմ այդ պետությունը ինչքան ուժեղ էր։ Եվ եթե կար եթե տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ, այդ նշանակում էր, որ կար մի իրավիճակ, հավանաբար, որը լուծելի չէր այդ իշխանության համար եւ պետք էր ինչ որ մի քայլ հետ անել, որ հետո երկու քայլ առաջ անել։ Կարող է լինել այնպես, որպես սցենար, ոչ որպես պնդում, որ մենք հիմա իշխանավերադարձի process-ում կարող ենք հայտնվել, որտեղ այդ պնդումներ դրանք չեն կարող լինել, սցենարային զարգացումների արդյունքում կարող են լինել։ Ակնհայտ էր, որ 2018-ի մեջ կան արտաքին խաղացողներ, դա քննարկելի չի, այնպես չի, որ ներսում Հայաստանի որոշեցին, սենց արեցին, չկար։ Այլ հարցեր, թե ոնց կարելի էր այսպես անել կամ այնպես անել, հիմա մեծ հաշվով արդեն շատ այդ մասին խոսելը ակտուալ չի։ Մենք պետք է խոսենք, թե Հայաստան պետություն լինելու է, թե չի լինելու, հա։ Այս իսկ ինչ վերաբերում է կոնկրետ impeachment-ի, դա քաղաքական fake է, որով թիրախավորել է մի ընդդիմադիր սեգմենտը իր հանրային ու քաղաքական կամ արժեական այսպես սուբյեկտայնության մյուսին, ուրիշ ոչ մի